Փետրվարի 9-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը։ Բարձրաստիճան հյուրը Հայաստան է եկել կնոջ և երեխաների հետ։ Փաշինյանն ու Վենսն առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Ձեր այցը հիրավի պատմական է, որովհետև դուք Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն եք եւ Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով երբևէ այցելում է Հայաստանի Հանրապետություն, եւ սա կարծում եմ, որ ոչ միայն արարողակարգային նրբություն է, այլև արտահայտում է այն զարգացումները, որ վերջին տարիներին եւ հատկապես վերջին 1 տարվա ընթացքում տեղի են ունենում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերություններում, եւ ես ուզում եմ այսօր առիթ ունեցա արդեն ձեզ ասել, ընդգծել 1 տարի առաջ Սպիտակ տանը ձեզ հետ ունեցած իմ հանդիպումը, որը ինչպես հետագան պիտի ցույց տար, շատ էական նշանակություն ունեցավ հետագա զարգացումների համար։ Հիմա մեր հիմնական խնդիրն է խաղաղության գործընթացի եւ Վաշինգտոնի հռչակագրի կարեւորագույն կետերից մեկը թրիփ նախագիծն իրականացնել համաձայն այն շրջանակի, որը Հայաստանի արտաքին գործերի նախարարը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հունվարի 14-ին ընդունեցին, իր խոսքում նշել է Հայաստանի վարչապետը։ Այսօր իհարկե մենք քննարկելու շատ բան ունենք եւ շատ կարեւոր է, որ այդ քննարկումները իրենք ամբողջությամբ դրական օրակարգ են եւ այս դրական օրակարգը ամբողջությամբ արտահայտում է մեր հարաբերությունների ռազմավարական գործընկերության ընդգրկումը եւ իմաստը։ Շնորհակալ եմ շատ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դ. Վենսն էլ իր հերթին նշել է. Փոխանցում է մեր նախագահի ողջույնը ձեր ազգին, ձեր երկրին։ Վարչապետ Փաշինյանն իրոք եղել է գործընկեր եւ շատ շնորհակալ ենք անձնական ընկերության եւ համագործակցության գործընկերության համար։ Հավատացած եմ, որ դուք հնարավորություն ունեք ոչ միայն պատմական կայուն անվերադարձ խաղաղություն հաստատել։ Հիմա մի կետում ենք, որ Հայաստանը կդառնա որպես այս տարածաշրջանում տնտեսական զարգացման մի շատ լուրջ հենակետ, որը նաեւ Հայաստանի ժողովրդին կբերի բարգավաճում։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը ստորագրեցին միջուկային էներգիայի խաղաղ նպատակով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանը եւ Ջեյմս Դ. Վենսը հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով։ Այս համաձայնագիրը նորեջ կբացի Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում, կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը, անվտանգ ու նորարարական տեխնոլոգիաների ներգրավմամբ։ Իմ երախտագիտությունն եմ հայտնել նաև միջուկային անվտանգության ոլորտում ԱՄՆ կողմից Հայաստանին ցուցաբերած երկարամյա աջակցության համար եւ պատրաստակամություն եմ հայտնել ել ավելի զարգացնելու ոլորտային համագործակցությունը երկու երկրների համար կարևորագույն ուղղություններով։ Հայաստան-ԱՄՆ ռազմական եւ պաշտոնական գործընկերության ասպարեզում նշանակալի առաջընթաց ենք արձանագրել, իր ելույթում ընդգծեց Հայաստանի վարչապետը։ Ի շարունակություն երկկողմ բազմամյա անվտանգային համագործակցությանը եւ արդեն 3 տարի անմեջ շարունակվող արծիվ գործընկեր զորավարժություններին Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել VBAT տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով եւ որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Հավատացած եմ, որ այսօր նոր սկիզբ է Հայաստանի եւ ԱՄՆ-ի գործընկերության համար, իր խոսքում նշեց ԱՄՆ փոխնախագահը։ Միացյալ Նահանգները հպարտորեն մի շարք արտոնագրեր հաստատեց, ինչը նշանակում է նոր շուկաներ, նոր աշխատանք, ինչպես ամերիկյան աշխատուժի եւ ընկերությունների համար, այնպես էլ Հայաստանի։ Հպարտ ենք հայտարարել, որ մեր պետությունները ավարտել են միջուկային էներգիայի ոլորտում քննարկումները, երբ այն արդեն ուժի մեջ մտնի, ճանապարհ կբացվի ամերիկյան եւ հայկական ընկերությունների համար։ Էներգետիկ կայունության, անվտանգության համար փոխշահավետ իրավիճակ է ինչպես Հայաստանի, այնպես էլ իմ երկրի համար։ Ստեղծվելու են շատ աշխատատեղեր։ Սա նշանակում է փոքր մոդուլ
մոդուլյար ռեակտորներ, այսինքն ամերիկյան տեխնոլոգիաները գալու են Հայաստան։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նաև տեղեկացրեց, որ 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք են հաստատել Հայաստանի համար։ Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղություն ապահովելու լավագույն ձևը ռազմական աշխարհի լավագույն տեխնոլոգիաներն ունենալն է։ Միացյալ Նահանգներն ունի դրանք, եւ հիմա մենք 11 միլիոն դոլարի հետախուզական անօդաչու տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատում Հայաստանի համար։ ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ջեյ Դի Վենսը կմեկնի նաև Ադրբեջան։ Հասմիկ Վահարադյան, Արմալուր։